այսօրվա իշխանության ընդդիմախոսները փորձում են ցույց տալ կամ կոռուպցիոն որևէ դեպքերի մասին, այսինքն ակնհայտ ինչի մասին նաև մամուլն է գրում, անգամ քրեական գործեր կան, իշխանության միակ հակաթեզը դառնում է այսպես նախկինների օրոք եղած խնդիրները բարձրացնելը եւ դա են արդարացնում, կարծես թե այդպիսի տպավորություն է եւ այսօր էլ երբ դուք խոսում եք Հայկ Կոնջորյանի կնոջ հետ կապված այդ աշխատանքային փորձում այսպես թրիչքային աճը աշխատավարձի կրկին հակադարձումը եղավ արդեն ձեր բնակարանների հարց կարծես թե ինչպես եք գնել երբ լրագրող եք եղել եւ որտեղ է ձեզ այդ բնակարանը ես հիմա ես ձեզ հերթով կասեմ ես ի տարբերություն Հայկ Կոնջորյանի որևէ բան մերկապարանոց չեմ խոսում, որևէ բան դիվահարված չեմ արձագանքում, ես խոսեցի 4 պողպատե փաստերի մասին։ Դուք մինչև պատգամավոր, այսինքն իշխանական խմբակցության ղեկավար դառնալը Հայկ Կոնջորյանի կինը աշխատել է Հայփոստում։ Ստացել է շատ ավելի ցածր աշխատավարձ եւ 21 թվականից սկսած նրա աշխատավարձը թռիչքաձև աճել է 6-ից դառնալով 10.5 միլիոն դրամ։ Իսկ վերջում ոչ, այնպես դա է, որ Հայփոստի մոտավորապես 3000 աշխատողները շատ ավելի ցածր աշխատավարձ են ստանում, նրանք միջինը ստանում են 1.8 միլիոն դրամ, ես նայեցի թվերը, բայց Հայկ Կոնջորյանի կինը ստացել է շատ ավելի բարձր 21 թվականից, ընդ որում աստիճաններով անընդհատ բարձրացել է 1.8 տարեկանի մասին է խոսքը։ Հիմա ես ուզում եմ արձանագրել, որ դրանից հետո Հայկ Կոնջորյանի կինը դարձել է Հայփոստի ղեկավար։ Հիմա ես չեմ պնդում, ես դրա համար հարց հնչեցրեցի, կա արդյոք այստեղ կոռուպցիոն որևէ ռիսկ, որ այս թռիչքաձև աճը ունեցել է հենց Հայկ Կոնջորյանի կինը։ Ու մինչև Հայկ Կոնջորյանի կինը Հայկ Կոնջորյանի որպես ֆրակցիայի ղեկավար լինելու փաստը հաշվի առնելը, ինչու այդ թռիչքաձև աճը չէր ունենում։ Սա առաջին արձանագրում։ Երկրորդ, ընդհանրապես քաղաքական խոսույթը վիրավորանքների վերածելը դա ոչ միայն մարդկային չէ, ոչ միայն բարոյական չէ, հակաէսթետիկ է եւ մի քիչ նիկոլական, որովհետեւ ես ինչ ասացի, ես պարզ հարցադրում հնչեցրեցի, կա այստեղ կոռուպցիա թե ոչ։ Հիմա ես ոչ գնահատական եմ տվել, ոչ ես 4 պողպատե փաստեր եմ հրապարակել։ Դրանից հետո ինքը վեր կացավ ու սկսեց ինձ իբր թե թիրախավորել։ Հիմա ես ուզում եմ Հայկ Կոնջորյանին, Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին հայտարարել, որ ես Ժողովուրդ օրաթերթի հիմնադիրս, այո, ունեմ բնակարաններ, որից մեկը Ժողովուրդ օրաթերթի խմբագրությունն է։ Ես ունեմ 2 բնակարան, որը իմն է եղել մինչև իմ ամուսնանալը, ամուսնանալուց հետո ամուսնուց հետ մենք գնել ենք եւս 1 բնակարան։ Եվ առաջիկա 3-ն ունեմ։ Առաջիկայում պատրաստում եմ գնել 4-րդ հնարեք ջան, եկամտահարկից օգտվելով, ինչպես բոլորը։ Եվ դա հատուկ Նիկոլ Փաշինյանը թող իմանա եւ իր թիմակիցները, որ 4-րդ բնակարանն եմ գնելու։ Պետք լինի 5-ն էլ կառնեմ, որովհետեւ ես իմ հայրենիքում եմ պատկերացնում հետագա կյանքը եւ ես ուզում եմ իմ երեխաները ունենան ապագա։ 3 բնակարան, որից մեկը Ժողովուրդ օրաթերթի խմբագրությունն է, 2-ն էլ Երևանում են եւ մենք դրանք օգտագործում ենք եւ լավ ենք անում։ Մյուսն էլ մինչև ամուսնանալն եմ ես ունեցել, այո, իդեպ բոլոր բնակարանները գնել եմ, բոլոր բնակարանները հասկացա հարցը, բոլոր բնակարանները ձեռք եմ բերել հիպոթեկով, ամեն բնակարանի համար վճարելով 10 եւ ավել տարիներ եւ վերջին հիպոթեկը դեռ 38 միլիոն դրամ ունեմ վճարելու առաջիկա 15 տարում, այնպես որ կարող են հանգիստ լինել։ Ես հիմա կպատասխանեմ նաև այդ հարցին, եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանալ ունենալ բնակարան եւ ես որպես արդեն թերթի հիմնադիր գուցե իրեն էլ ժամանակ ընդունեի աշխատանքի, ինչպես իրենց ֆրակցիայից մի քանիսի ու կստանար ինքը բարձր աշխատավարձ եւ կկարողանար ինքն էլ բնակարան գնել, ինչպես մեր օրաթերթի մյուս աշխատակիցներն են գնել։ Այո, ես կարծում եմ դուք էլ կկարողանաք Նարեկ ջան եւ եթե ուզենաք Ես ձեզ կասեմ ինչպես անեք, որովհետև վարկային միջոցներով բնակարան գնել այդ ինչի ԿՊ պատգամավորը կարա, դուք չեք կարա։ Հանգիստ։ Դա շատ հեշտ լուծելու հարց է։ Բոլորն էլ հիպոթեք։ Հիմա ոնց է փայլակը հիպոթեկով տուն վերցրել, դու էլ կարող ես։ Այնպես որ այստեղ որևէ ընդ որում Հայկ Կոնջորյանը ասում է Թագուհի Թովմասյանը այդ բնականը ձեռք է բերել մինչև պատգամավոր դառնալը։ Այո,
Բայց ձեր նմանը ոչ թե մանդատ եմ ստացել իշխանությանը մեկել, հետո նոր տների տեր եմ դառել։ Ես կայացած մարդ եմ եղել մինչև падգամավոր դառնալը եւ իմ պրոգրեսը եղել է իմ կյանքի 23 տարեկանից սկսած։ 23 տարեկանից սկսած ես աշխատում եմ ոչ թե 22 ժամ, այլ երևի թե ավել։ Ու այդ աշխատանքը ունենում է իր արդյունքները։ Այնպես որ Հայկ Կոնջորյանը, եթե ինքը լիներ պրոֆեսիոնալ աշխատակից նաև նախորդ կյանքում մինչև մանդատ ստանալը, մինչև 3 կուսակցություն փոխելը, մինչև իր քաղաքական խավորին եւ ոչ քաղաքական նաև իր հենց կնքահորը դավաճանելը, ինքը կկարողանար ունենալ շատ ավելի այլ կյանք։ Բայց այդ մարդը ընտրել է ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը, ոչ պրոֆեսիոնալ ճանապարհը։ Եվ իդեպ, երբ որ խոսում է թզբեհի մասին, բայց եթե տենց համարցակ տղա ես, բա գնա Ալեն Սիմոնյանին հարցրու 2.2 միլիոն դրամով ոսկե թզբեխը ում համար է սառել, այդ համրիչը ում համար է սառել։ Նստել ես ասում ես Թագուհի Թովմասյանի թերթում գրվել է, որ ես կայքում հրապարակվել է, որ ինքը իբր համրիչ է օգտագործում։ Բա համրիչ ես օգտագործում, ում նկարը դրել են լավ են արել։ Բա падգամավոր ես, ամեն օր ստեղ ամեն օր, հա։ Երբ որ օրինակ ընդդիմադիր падգամավորն է ունենում, բնակարան կլինի 1-2-ը, դա իրեն կապում են, որ ըստ էության ոչ օրինական ճանապարհով է ձեռք բերվել, բայց որ իրանք օրինակ Ձորախբյուրում հարևանությամբ միմյանց տներ են ձեռք բերել, նորակառույցներում բնակարաններ են ձեռք բերում, անհամեմատ շուկայականից էժան գններով, դա դրա անունը դնում են, որ ըստ էության հալալ քրտինքով։ Ես դրա համար ասեցի, իմ բոլոր, ես ինչ ունեմ, օրինական հիմքերով գնված հիպոթեկով բնակարաններ են։ ԱԱԾ-ն ստուգել է, ՊՊՑ-ն ստուգել է, ՊԵԿ-ը ստուգել է, ռազմական ոստիկանությունը ստուգել է, բոլոր պետական մարմինները 2018 թվականից սկսած ինձ սկանինգ են արել, իմ բարեկամներին սկանինգ են արել, բոլորին։ Հիմա ին վրա որ մի բան լիներ, Փայլակ ջան, ինձ վաղուց Նիկոլ Փաշինյանը կալանավորել էր, չկասկածեք։ ԱԱԾ պատվալ է։ Այո, ԱԱԾ պատվալ էր ուղարկել։ Ուղղակի իրանք իրենց այդ կեղտոտ կյանքը պիտի չփորձեն մեր վրա բարթել։ Լավ եմ արել, ասում եմ 3 բնակարան ունեմ, 4-րդն էլ առնելու եմ։ Հարց լինի, բոլոր հարցերին կպատասխանեմ բոլոր հարթություններում։ Վարդենիսում մենք տուն ունենք, բայց իմը չի, որովհետև արդեն իմ հայրական եւ ամուսնական բնակարանն է։